որն է պահանջը Ադրբեջանի եւ ինչու է հենց սա պահանջում, որտեղ դրան հաջորդելու են վստահաբար հաջորդելու են այլ պահանջներ, այսինքն եթե մենք ունենայինք որևէ երաշխիք, որ այս երկու պահանջները կատարելու դեպքում իսկապես ստորագրությունը տեղի է ունենալու, ես կասեի գնանք նաեւ այս սիճմանը, որովհետեւ հասկանալի է, որ այնուամենայնիվ մեզ հարկավոր է գոնե իրավական որևէ փաստաթուղթ վստահ լինելով անգամ, որովհետև ես մի քանի անգամ նաև ձեզ հետ խոսելիս եմ ասել, որ ուղղակի պատմությունը բոլոր կոնֆլիկտների ցույց է տալիս, որ ցանկացած փաստաթուղթ, անգամ ամենայդպես մանրամասն գրված փաստաթուղթ կոնֆլիկտոլոգիայի պատմության մեջ վերջին 50 տարիների ցույց է տալիս, որ առաջիկա առնվազն 2-3 տարիների ընթացքում այդ փաստաթղթերը խախտվում են 50% փաստաթղթերի առնվազն 50% խախտվել են նախորդած պատմություններում, այսինքն մենք վստահ բնականաբար չենք կարող ունենալ եւ վստահ կարող ենք ասել, որ Ադրբեջանը պայմանագրաունակ չէ եւ խախտելու է այդ պայմանագիրը, բայց անգամ այս պարագայում կարեւոր է պայմանագիր ունենալը, բայց հասկանանք արդյոք, եթե փոխում ենք սահմանադրությունը գնալու է ստորագրման, ես վստահ եմ, որ չի գնալու եւ այստեղ է նաեւ մտահոգությունը, որ եթե մենք փոխում ենք սահմանադրությունը, չգիտեմ, ինչ որ մի հրաշքով հանրությունը գնում է եւ քվեարկում է, սա իրեն ձեռնտու է, եթե ավելի հավանական սցենար է, որ հանրությունը գնում է եւ դեմ է քվեարկում, սա շատ վատ սցենար է եւ սա շատ վտանգավոր սցենար է, որը ուղղակի բացելու է ամբողջությամբ բացահատելու է այդպես Ալիևի ձեռքերը ռազմական որոշակի գործողությունների գնալու տեսանկյունից